Տերիսուր Քրիստոս, Աստվածորդ եղբայրների օրդորական խոսքերը, ուզում եմ կարդալ բոլորիս համար, ինձ համար և ձեզ համար, Գործ Կարագիլոց, առաջի գլուխ, կարդում ենք 4-րդ խոսքի։ Անոնց հետ մեկտեղ գտնված ատենը կապը սպրեր, Տեր Հիսուս ապը սպրում էր, անոնց, որ Երուսաղեմը չերանան, ապա սպասեն, որ խոստմունքին, Զոր ինձ մեր լսեցի կսեր, բասմզի իրավ, հովաներ ջրով մխրտեց, այո, բայց դուք ասկեր շատ օրեր չանցած, Սուրբ հոգով պիտի մխրտեք, շատ կարևոր բան ասել Տեր Հիսուսը, բայց առաքյաների մոտ ուրիշ խոսակցություն գնաց առաքյաների մոտ։ Անոնքալ մեկտեղ գրված են, անոնքալ մեկտեղ գալով հարցնեին, Եվ կսեին, Տեր Իսրայելի թագավորությունը այդ ժամանակի մեջ նորին պիտի հաստատվես։ Տեր Հիսուսի խոսքերը եւ ասեց նրանց, ձեզի չի վերաբերվի, ժամեր ու ժամանակները գիտնալը, որ Հայրը իր իշխանության մեջ դրեց, բայց հոգուս է որ ձեր վրա եկած ատենը զորություն պիտի առնեք եւ ինձ համար վկաներ պիտի լինեք Երուսաղեմի մեջ Եվ բոլոր Հրեաստանի ու Սամարիայի մեջ մինչև որտեղ ով մինչև երկրի ծայրերը։ Ինչ կլիներ, եթե չսպասեին որ խոստմունքին։ Արդյունք կունենայինք, օգնություն կլիներ դրանց կյանքում, ոչ մի հաջողություն չլինի, բայց ինքն ասեց սպասեք մինչև երևի զորություն ստանանք։ Եվ որ սպասեցին կատարվեցավ Պենտեկոստեի օր իջավ Սուրբ Հոգին։ Եվ նկատվեցին սեցին լեզուներով խոսել, լեզունություն ունեցան, դրա արդյունքը երևաց, կարդում են նույն Գործ Կարագիլոց 4, երբ որ հավաքված են միատեղ նորից, 31 խոսքից 4-ի 31 են, ու երբ անոնք աղոտ կրին, ինչ կատարվեցավ, շարժվեցավ այն տեղը, ուր ժողված էին, շարժվեցավ, իլակ տեղը շարժվեց, որ գրած, երբ աղոտ կրին, շարժվեցավ այն տեղ, ուր ժողված էին, Ամենը, բոլոր այսինքն, բոլորը, ամենը հոգով սրբով լեցվեցան և գրված ասող խոսքը համարձակ խոսեին և հատացյալների բազմությունը մեկ սիրտը մոտ հոգի ունեին անոս մեկը չեր էսել իստացվածիր համար թե իրեն, ապա իրենց ամեն բաները հասարական սեպ էին, շարունակությունը և մեծ զորությունով առաքյալները վկայություն խուտային Տեր Հիսուսի հարությանը և անոնց ամենի վրա մեծ շնորհ կար, անոնց ամենի վրա մեծ շնորհ կար, դա Սուրբ Հոգուց էր։ Երկնային զորություն իջավ, Սուրբ Հոգու զորությունը գործեց, եղբայրներ քույրեր, այս Սուրբ Հոգով լեցվեցին։ Այսօր ինչքան նկատվածներ կա, ճիշտ է անկեղծ խոստովանենք, ու բոլորը չունեն լեցունություն։ Լեցունությունը շատ կարևոր է։ Սուրբ Հոգին առաքյալն ասում է, նա զորության հոգի է, սիրո եւ զգաստության հոգի է, դա պետք է դրսևորվի։ Շատ հին հավատացյալներ հիշեք, Ատեն համակերպել են շատ դեպք, ես չեմ համակերպել։ Աղոտում են դեռ չեմ համակերպել, չեմ են համակերպել Տիրոջով, որ այս վիճակով այսպես գնան, որ մնաց լեցունությունը։ Առաքյալն ասում է, որ միատեղ հավաքում, ձեր է Սաղմոս կա։ Սաղմոս կա, որն է Սաղմոսը։ Երկը, որ երկեցին, անհատներ, խորը, Սաղմոսը կա։ Գրված է, վարդապետությունը կա, խոսքը կա, թե չի, կարոզը կա, բայց երրորդն է, մյուսը գրված է, հայտնություն վկայությունը չեջով, պարգևները, որտեղ պետք է գործեն, հայտնությունը, լեզուները, թարգմանությունը, մարգարեությունները, նշաններ աչքները, եղբայրներ քույր, մենք Սուրբ Հոգով գրված եկեղեցի ենք, գրված է գանձը հողամանների մեջ, ով է հողամանը, մենք հողաման ենք, բայց գանձը Սուրբ Հոգին է, որը զորության զգաստության սիրո հոգին, իր օգտում Սաղողի գնաց մտավ մարգարեությունի մեջ, զորություն իջավ Սաղողի վրա, ինչ կատարվեցավ, առաջի կարևոր բանը գրված է, որ հիշացնի։ Նա ուրիշ մարդ դարձավ, ուրիշ մարդ, և Աստված իրան ուրիշ սիրտ տվեց, և նույն բաները կատարվեցավ։ Ուրիշ մարդ վրի փոխվեց Սաղողը։ Եղբայրներ հիներ անցան, քանի տոկոս նոր եղավ, ով է հիշում։ Ամեն բան նոր եղավ, այսինքն բոլորը նոր եղավ։ Քրիստոսով եղբայրներ քույրեր։ Մենք պետք է նախանձավոր լինենք, որպես Աստվածային զորությունը գործի։ Առանց Սուրբ Հոգու զորության մարդու կյանքը չի փոխվում, երբեք այդպես բան չկա։ Պողոս առաքյալը մտահոգված էր, ասում էր, ես ձեզ համար աղոթք եմ անում,
որ ձեր հավատքը մարդկային իմաստության չլինի։ Հիմքը մարդկային իմաստությունը չէ, ապասո զորությունը։ Եթե որտեղ մարդկային իմաստությամբ է հավատքը, դե զորությունը երբեք չի գործի, չի կարող գործի։ Բայց որտեղ իրոք որ հավատքը կենտան Աստծո խոսքի վրա է, Աստծո զորությունը գործում է։ Ժամանակին օրինակ ես մի քանի դեպքեր վկայություն ասեմ։ Եղբայրներ քույրեր, եղել է դեպքեր սովորաբար իմ կյանքում, որ ես փապակել եմ Տիրոջ հետ հանդիպել։ Այս ժամանակ եմ զգացել միայն կենտանի հարություն դե զորությունը, օրդությունը միշտ եղել է։ Թշնամու նպատակն է, ինչպես պատերազմական ժամանակ, պատերազմը, թե Ղարաբաղյանն է, թե հայրենական։ Միշտ սովորաբար գիտեք ինչ են արել, ներկայացություն ասել են, անենց արեք, որ կապը կտրեք, սվյազ են ասում ժամանակ, հուսային, կապը կտրեք կենտրոնի հետ։ Կենտրոնի միջոցով ստանում է առաջնորդություն աչք գնա, թե ծաղ գնա, թե որտեղ գնա։ Կապը խզվելու պատճառով Ղարաբաղում ինքա շրջապատման մեջ են որ ասում սաղ սարքեցին։ Կապի միջոցով ստանում են առաջնորդություն, կապի միջոցով ստանում են զինուշ, կապի միջոցով ստանում են զինամթեր, կապի միջոցով ստանում են սնդամթեր։ Կապը խզվեց, խոչապին մատնվում։ Այն հավատացյալի կյանքում, որ առաջ եղել է կապ Աստծո կենտանի, միշտ զգացել է ներկայությունը, քաստությունը վայելել, բայց հիմա այդպես չի։ Ու համակերպում են։ Մտածում են այդպես է պետք է գնա։ Աշխարհում պարզավոր, նորից եմ ասում, որ ասում են յոլա պետք է գնամ, յոլա գնալը լավ է, նյութական կյանքում, բայց հոգևոր կյանքում չհամաձայնվեք չէ, հոժարվեք յոլա գնալու կյանքում, դա ճիշտ չի։ Դա իրոք որ դարձում չի բերի ձեր կյանքում, եղբայրներ քույրեր։ Ես ինչի մարես ուզում եմ դեպքեր բանանել։ Երբ որ ես Տիրոջն եմ փապակել, զգացել եմ կենտանի հարության մեջ զորությունը, ձերքերից ես իջել եմ իջել, ոտքերից ծայրը չեմ զգացել երկրի վրա է։ Եղբայրներ քույրեր, խոսքի ժամանակ։ Երբ որ զորությունը գալիս է շատ բաներ բացահայտվում են։ Կատարում են մեղքի հանդիմանություն։ Չկա զորություն քնի ճամբարում, երբ որ առաջ օրը մաքրվում են, երկրորդ օրը մաքրվում են, երրորդ գնալով եկել մաքրությունից հետո եկել բերել է Սուրբ Հոգին, բերել է զրկման։ Ինչքան հոգիներ եղել է, հին մեղքերը ծածկել են, մեղքը կրծել իրանց, անդադ կրծել է, նեղություն է տվել, չեն կարողացել խոստովանվել, բայց Սուրբ Հոգին քանդում է կապանքները։ Առանց զորության արդյունք չի լինի։ Համաձայնեք թե չհամաձայնեք, առանց զորության վիճակները չեն փոխվում։ Նայեք տեսեք, Չարբախում ժամանակ ասենք, որ կա խմբում Չարբախում, Ուրիգեստան է քաղաքում։ Մի հատ երիտասարդ աղջիկ, երկի Չարբախի կողմերից էր գալիս, ոչ ամուսնացած 3 ամս խելոք գալիս էր լսում եւ գնում էր, բայց ինչ իմանան, որ դիվահար է, բայց չէր երևում։ Հիշում եմ, որ փոքր կտակարան էր ժամանակ Աստվածաշունչ չկար եկան։ Կարդալու ժամանակ Աստված կտակարանը ես զգացի եկնային զորություն իջավ։ Ես ձերքից ոնց որ հազարավոր հոսանք դուրս գար։ Ես աղջիկը խելոք աղջիկ ընկա պոլի վրա, պատրաստում էր ձայներ հան, ուժեղ ձայներ։ Պարզվեց, որ դեղով բռնված էր։ Ազատագրված էր աղոթներով։ Ծովով աղոթում չէր։ Որովհետև նորից եմ ասում, հոգի սուրբ, որ իջնում են մաքրությունը կատարում, եկեք անկեղծանանք, շատ կապանքներ քանդվում են, շատ վիճակներ բացվում են, շատ մեղքերի հայտ է գալիս, շատերը հանդիմանություն է ստանում, անհաշտերը հաշտվում են իրար հետ, խաղաղություն է գալիս, այն խաղաղությունը, որ աշխարհը չի կարողա, չի էլ կարողա խաղաղություն, բայց Քրիստոսից գալիս է խաղաղություն, փոխվում է կյանքը։ Եղբայրներ քույրեր, հիշում եմ դեպքեր եղբայրներ ասել, երբ որ եղել է եղբայրների մեջ դժվարություն շատ տարի առաջ վիճաբանությունները ասել են արեք եղբայրներ աղոթենք, այսպես շարունակել չի կարող աղոթքի ժամանակ ասում են եկեք զորությունը որ իջավ, եկեք տեսեք իրար ոնց են դարձով խաթարվում իրար հաշտվում են, ով արեց դա, մարդկային խոսքը չօգնեց, հորդորները չօգնեց այդ բանին, բայց որ տեղ տվեցին Սուրբ Հոգուն, ինչ կատարվեցավ եղբայրներ քույրեր, կատարվեցավ իր օգոտ, գրված է Ստեփանոսի մոտ հավատքով զորության լեցված մարդեր, իմաստության զորության լեցված։ Քրիստոսում եղբայրներ քույրեր, Սուրբ Հոգին տալիս է մեզ համարձակություն, Սուրբ Հոգին տալիս է մեզ զորություն, իմաստություն, ամեն մի բանի մեջ տեղ է տալիս։ Երբ որ մենք տեղ ենք տալիս, ինչի համար հիմնոտոն գրված է սեղանի կրակը, ինչ է մի օր հիշում, պետք է չմարվի։ Սեղանի կրակը, ճանդատար կրակը վարվի։ Այո, ովքեր որ իմաստուն հույսերը Սուրբ Հոգով լեցված են, դրանք կործեցին, դրանք էլ են սպասում։ Հիմա հույսերը միասին սպասում են Տիրոջ երկրորդ գալստյանը, այդպես է գրված։ Սպասում են, թե չեն սպասում։ Միասին են, բայց եղբայրներ քույրեր նրանք մնացին դուրս։ Նրանց համար դուռը չբացավ, կիսաբացը չկա։ Իմ խնդրվածն է, եղբայրները հորդորեցին, աղջիկ եղբայրներ, եղբայրներ քույրեր, հավատ Սուրբ Հոգով պեղտվեք։ Իսկ ձեր մեջ կան օրինակ սովորաբար մկրտված չեն, Սուրբ Հոգով խոստովանվել են, բայց մկրտված չեն, նախանձավոր եղեք։ Իրոջ երեսը փնտրեք, փապակեք,
մենք ունեցել ենք դա եղբայր ուջանից եկել էր հատուկ իր համար աղոթքանի Երևանում ցերեկելու տաններ իր համար հատուկ իր համար են հավաքվել աղոթքանը, որ ինքը մկրտվի։ Կողքից իմանալով քույրերներ, եղբայրները, որոնք մկրտված չեն, եկել են իրանք մկրտվել են եղբայրը, որ հիմա պետք է հատուկ աղոթեն, չեն մկրտվել։ Նստած մեքենա լուրի զի մեքենական նվա Տեր Հիսուս ասել է ո՞նց կլինի, ախր ճիշտ չէ։ Իմ համար հավաքվել են հատուկ աղոթքան գույնած, ձեզ չտվեցի լույսն տվեցի։ Ռուժի վրա եմ մկրտվում։ Ասում է երբ մյուս օրը ուշուտ եկել է, որ Աչքալու սակտան եղբայրը, որ մկրտվել է։ Եկել է Վասիլ Շամյան, դե տրամի կամնել է, իսը դի կամնել, չէ ոչին։ Ես Սուրբ Հոգով հեծված խոսում եմ, տրամի աշ բաներ են, նստող են ասում եմ, այդ ես մարդու կողքը մարդ չէ, դրանց հետի կույնում է խոսում, Սուրբ Հոգով հեծված է։ Եղբայրներ քույրեր, Սուրբ Հոգով հեծողության ժամանակ երբեք վատ բաներ չի կարող ունի մարդու կյանքում։ Եթե միշտ հիշեք, եղբայրներ քույրեր, մարմնավոր բանը չի կարող դրսևորվել։ Սուրբ Հոգու ժողովրդության հեծողության ժամանակ միան խաղոչ Սերիք, սրբություն, խաղություն, ինչ որ կրված է, այսա է գործում, դրա մարդը ինչ անեմ նեք եղբայրներ քույրեր, հարկավոր է եղբայր Սուրբ Հոգու զորությանը, ես որ շատ կարևոր, դրա համար ասում ենք, ես գանձը որ համար հետ մեջ ունենք, որպեսզի զորության առավելությունը մարդուր չլինի, ապա Աստծո զորությունով լինի, եղբայրներ քույրեր, Աստծո զորությունը որ կարես է լրիվ փոխում է, հնարավոր է դու պատկասը մի տարի մի բան դեռ չարճարվել ես, արդյուն չի եղել Բայց Աստվածային միած զորության հայցելության եղբայրներ հրաշք ունեն, զորություն իշնում եղբայրներ քույրեր, ամեն բան հարթում եւ մի բան էլ ասեմ, Եզեկիել մարգարեն գրում է, Տերը բացեց ասեց Եզեկիա, գետը տենում ես լավ է, չափի մտիր գետը, Նիկելյանը մտա գետը, որտեղ ես թաթերը ջրի մեջ մտավ, ասեց մի բավարարում, եթե ընդամենը թաթերը ջրի մեջ են, աճ կարող ես գնալ, ձախ գնաս, առաջ գնաս, մարդկային քայլեր կարող ես անել Խորասուս բիր, քիչ-քիչ, մի անգամից չի եղել դա, գնա միջև ծնգին, հսել բավարար չի, ելի չապիր մտիր, միջև գոտկատեղը, գոտկատեղ ժամանակ է կարաս աչ գնաս, զավ գնաս, մարդկային բաներ կարող ես անել, բայց ասես խորասուս բիր, գետ է հունը տանի, որտեղ պետք է, եւ այդպես է լավ, ինչ է մարդեր Հիսուս կանգնած տաճարը մաղագում էր, ով որ ինչ անի, ով որ ծառավ է թողա, Իրանի հավաքրացար քեզ որ ծառավ ես, Տիրոջ քաղցրությանը ճաշակելու Եկեք խմեք ասեց, ով ծառավ է, ծառամարտը ջրի կարեկում, ծառամարտը փաբագում է Տիրոջը, կենտանի ջրի, եկեք խմեք, ձեր փորից չի ասում արվավներ բխին, գետեր բխին, դեր գետերը խաղության գետեր են, այդ գետերը սիրո գետեր են, այդ գետերը օրդության գետեր են, այդ գետերը մեզ զորություն կա, ասում է որտեղ էլ ջուրը գրում էր, բոլոր տեղը բժշկություն էր կատարում, տարինի արդյության ժամանակ տարին որևէ տեղ է, ես տոն լավ դեպ կոմել է, Եվ որ Սուրբ Հոգին թափել է բապտիստական եկեղեցու, եղբայրները մեր մոտ հոգներ եկան Հայաստան, եղբայրներ, եւ գիտեք ինչ եղավ, ասում 16 օր ինչքան հիշում, ասում Աստծո զորությունը մեր վրա չի գնում, քնա ժամանակ զորության մեջ ենք, պարգա ժամանակ, քայլվար ժամանակ, ամեն, եւ իրանց խոսքը կենտանի գործում է, որովհետեւ կյանքի, որտեղ գետերը բխում են եղբայրները, ես վերջի խոսքն եմ ուզում ասել, մի համակերպեք այս վիճակին, եղբայրեք Սուրբ Հոգին, որ սրբացնի մեզ, լեցնի մեզ Իմես նշաններ հրաշքներ կատարվի, մեզ հրաշքներ, կլինեն պարգևներ, մարգարեության պարգևներ, եւ էլ հանելու, լեզուները խոսելու, թարգմանությանը, բժշկության պարգևները, մեզ զորություններ պետք է գործել եղբայրներ քույրեր, եղել Հայաստան եկեղեցում։ Ալիք է գալիս էր, մանոմետրից պաշտամունքը բարձել է, զորություն իջել է, ժողովուրդը չեն կարող գնալ։ Հարուսում նույնը, իշն մանոմետրին գերմանացիներ եղբայրները գելեն, բաներ, Սաշա Կանդրատին եկել Գուգո եղբայրը Եվ պաշտամունքը բարձել է, բայց կրավը զորությունը աղոտ ուժեր դնում են։ Մանկո եղբայր բերի ետ վերջանալ, ասեց ես սկիպը գիտեմ է ժամինը սկսվել է, բայց վերջանալը չեն կարող ասել, ոնց կարող վերջանալ, եվ որ զորությունը բանցել է, որ վերջանալ։ Հիսուսով եղբայրներ կորել, ինչ հեղեղ էր գալիս, մարդիկ գալիս էին, ասացած խոխում էին, մակրում էին, բժշկում էին, սորեջ վերացում էին, այսօր պետք է մասին խորել մտածել ամենստանը, բոլոր խնդիրները կլուծվեն Ես զորությունները կործել, եկեք ամեն աղոթք, եկեք զղջան նեղական բուրի